Շնորհակալություն։ Նորից շնորհակալություն։ Ես կանդրադառնամ երևի երկու թեմաների, առաջինը ինձ հետաքրքրող կոմունիկացիաների թեման է, որի մասով շփվել ենք նաև ադրբեջանցի այդ գոլեգաների հանդիպումների ընթացքում։ Իմ կարծիքով մենք շփումները օգտակար են, որովհետև մենք ավելի լավ ենք հասկանում ինչ է պատկերացնում հակառակ կողմը, ինչ ենք ուզում մենք եւ դրա արդյունքում նաև ինչ ենք կարող անել մենք, հա։ Առաջին հերթին կապված թրիպի հետ պետք է հասկանալ, որ Ադրբեջանի համար այնինչ հասկացվեց դա Նախիջևանի հետ կապի առաջնահերթությունն է եւ բոլոր այլ տրանսպորտային կոմունիկացիաների խնդիրը կապված է հենց այս հարցի հետ ու նաեւ մի կարեւոր հանգամանք նաեւ կայանում է նրանում, որ Ադրբեջանը նաեւ կառուցելու է այլընտրանքային ճանապարհներ, ասենք նույն Իրանի տարածքով Նախիջևանի հետ կապ ապահովող այդ ճանապարհը, որ մյուս տարի է հանձնվելու, այսինքն ադրբեջանական մոտեցումը ունենալ տարբեր կոմունիկացիաներ, ունենալ տարբեր այլընտրանքներ եւ այստեղ պետք է նշել արդեն որպես արդյունք այդ հանդիպումների եւ քննարկումների նաեւ հայկական կողմը իմ պատկերացմամբ պետք է դրսեւորի նմանատիպ մոտեցումներ։ Այստեղ կան, ինչպես գիտեք, երկաթուղու գաղափարը, կա մալուխների, էլեկտրագծերի, գազատարի, հավանաբար նաև նավթատարի գաղափարը, որ կարող է անցնել Հայաստանի տարածքով եւ տեղավորվում է թրիպ շրջանակներում, քննարկում են երկաթուղային օրինակ տարբեր այլ ուղիների հնարավորությունները, բայց այստեղ առաջանում են տարբեր հարցեր, ինչպես նշեցի, առաջնահերթայինը դա հենց Նախիջևանի հետ կապն է ադրբեջանական կողմի համար ու պետք է ասել, որ սա նաև իմ տպավորություններն է, որ ես միշտ ունեցել եմ եւ այս շփումների ընթացքում հաստատվում են, ադրբեջանական կողմի ընկալումը այն է, որ Հայաստանը այս գործում դանդաղաշարժ է, հա։ Իհարկե մենք փորձում ենք նաև ցույց տալ, որ կան օբյեկտիվ հանգամանքներ, ինչու է դա կատարվում, բայց այս հանգամանքը նույնպես պետք է նշել եւ սա նաև որոշակի ինֆորմացիոն լարվածությունների, հա, առիթ է տալիս հակառակ կողմից։ Մյուս կողմից նաև դելիմիտացիայի դեմարկացիայի հետ կապված մենք գիտենք, որ պարբերաբար առաջանում են նույնպես խնդրահարույց թեմաներ, այստեղ այս շփումները հնարավորություն տվեցին ինձ նաև հասկանալ, որ այնուամենայնիվ այն պայմանավորվածությունները եւ այն ընկալումը, որ ձևավորվել է 2024 թվականի օգոստոսի 31-ի կանոնակարգի շրջանակներում, իրենք մնում են ակտուալ եւ իրենք ենթադրում են, որ բոլոր հարցերը պետք է լուծեն քայլ առ քայլ եւ բարդ հարցերը պետք է լինեն վերջին փուլին, հա, որովհետեւ այս թեմաները բարբերաբար մեր մոտ ակտուալանում են, սկսում են քննարկել նաեւ նույն անկլավների օրինակ թեման եւ այլն եւ ես կարծում եմ պետք է շեշտել, որ այդ սկզբունքները մնում են որպես հիմնարար սկզբունք եւ այստեղ այս ինֆորմացիոն դաշտի տատանումները արդեն ինչ որ այլ թեմաների հետ են կապված կամ այլ գործոնների Հայաստանում նաև պետք է նշել, որ երկաթուղիների հարցում քննարկումների հակառակ կողմի համար որոշակի խնդրահարույց թեմա է նաև հարավկովկասյան երկաթուղու խնդիրը, հա, եւ դրա հետ կապված հնարավոր ինչպես են հնարավոր լուծումներ, հա, միջպետական, եթե կա նաև այդ կոնցեսիայի գործոնը, սա որպես խնդիր ուղղակի ես բարձրացնեմ ու անցնեմ երկրորդ մասին, հումանիտար այս այցերը շատ կարևոր են իմ պատկերացմամբ եւ ադրբեջանական կողմի համար եւ մեր համար, որովհետեւ եւ Հայաստանի վերլուծաբանները, լրագրողները, քաղաքասարակության ներկայացուցիչները եւ նույն Ադրբեջանում իհարկե մենք բոլորս ապրում ենք քարոզչական փուչիկով, մենք ընկալում ենք հակառակ կողմը քարոզչությամբ։ Ես մոտ 10 տարուց ավել հետաքրքրում եմ Ադրբեջանով, ես բավականին լավ գիտեմ Ադրբեջանի աշխարհագրությունը, տարբեր, ասենք, ներքին կյանքի հետ կապված դրվագներ, բայց այս այցելությունների ընթացքում եւ իրենք են դա նշում մեր նկատմամբ եւ ես պետք է նշեմ, որ մենք իսկապես մեր այս ինֆորմացիոն դաշտը հիմնականում ստեղծում է քարոզչական փուչիկ եւ որ դու առնչվում ես այլ իրականության հետ, սա շատ կարեւոր է, որ մենք տեսնում ենք այլ պատկեր եւս եւ իմ կարծիքով մենք շատ երկար ճանապարհ պետք է անցնենք նաեւ հասկանալու ոչ ինֆորմացիոն դաշտից դուրս երկրները, Հայաստանը եւ Ադրբեջանը, որովհետեւ այնուամենայնիվ այն իրականությունը, որ ներկայացնում են լրատվականները եւ այն իրականությունը, որ կա 3 միլիոն Հայաստանում եւ 10 միլիոն Ադրբեջանում, դրանք տարբեր իրականություններ են։ Այստեղ ես պետք է նաեւ նշեմ, որ
այս տպավորությունը նույնպես կապված է հումանիտար ասպեկտի հետ, եւ ադրբեջանական կողմը հետաքրքիր է ընկալում է այս հակամարտության իրենց որպես զոհ եւ դա իրենց հասարակության համար է այս ընկալումը եւ մենք ենք այդպես ընկալում եւ չենք պատկերացնում այն վնասը, որ մենք պատճառել ենք ամենքս հակառակ կողմին, հա, սա նույնպես խնդիր է, որ շատ երկար եւ շատ բարդ գործընթաց է, որ մենք սկսենք հասկանալ իսկապես այս հակամարտության հետևանքները երկու երկրների համար եւ այստեղ կան բազմաթիվ դժվարություններ կապված հենց խաղաղության գործընթացից, կապված հասարակության ներքին զարգացումներից, հա, կապված նույնիսկ այս մոդելից հակամարտության, որ մենք ունենք, որովհետեւ 1918-1920 թվականներին Ադրբեջանի տարածքում նույնիսկ Բաքվի կոտորածների ժամանակ մենք ունենք մոտ 20,000 զոհ Բաքու քաղաքում հայերից, բայց միաժամանակ Ադրբեջանի խորհրդարանում մենք ունեցել ենք 2 տասնյակ հայ падգամավորներ, հիմնականում հայ հեղափոխական դաշնակցության կուսակցությունից, եւ այդ մարդիկ շարունակել են մինչեւ Ադրբեջանի անկախության վերջը եւ Հայաստանում մենք ունեցել ենք օրինակ ադրբեջանցի падգամավորներ Հայաստանի խորհրդարանում, այսինքն եղել է շատ ավելի արյունալի, շատ ավելի ծանր կոնֆլիկտ այն ժամանակ, բայց միաժամանակ եղել են падգամավորներ, եղել է քաղաքական երկխոսություն եւ այդ պայմաններում այս արձագանքն է ինձ համար, նայած ես ուզում եմ արձագանքներին անդրադառնալ։ Մենք ստեղծել ենք մի այնպիսի տոտալ հակամարտություն, որ շփումները, այցերը ընկալվում են որպես ինչ-որ դիվերսիա, ինչ-որ թշնամական ակտ, ինչ-որ դավաճանություն։ Սա միակ ճանապարհն է, եթե մենք չենք ուզում, որ կոնֆլիկտը շարունակի այն տրամաբանությունը, որը ենթադրում է, որ հետագայում մենք ավելի շատ ջանքեր պետք է գործադրենք, որ դրա հետևանքները հաղթահարենք, մենք պետք է ինչքան հնարավոր է շուտ հենց սկսենք այս շփումները։ Ընդ որում, իհարկե սկզբնական շրջանում այս շփումները լինելու են ծանր, այս շփումները ունենալու են խնդիրներ, բայց մենք կորցրել ենք 30 տարի ստեղծելով տոտալ հակամարտության մոդել, որը չկա հետխորհրդային ոչ մի տարածաշրջանի կոնֆլիկտի պարագայում նույնպես պետք է նշել։ Ոչ օսվրացական կոնֆլիկտում ասա եղել, ոչ աբխազավրացական, ոչ առավել եւս մերձդնեստրյան, մենք գիտենք այնտեղ մարդիկ ուղղակի հատում են ազատ սահմանը եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ իհարկե երկու կողմերն էլ ունեն այդ պատասխանատվությունը եւ հիմա մեզ նշում են, որ հայկական կողմը հիմա թույլ դիրքերում է եւ չպետք է գնա այս քայլերին, 94 թվականից հետո հայկական կողմը ուժեղ դիրքերում էր եւ ինչու չգնաց այս քայլերին, որովհետեւ եթե այն ժամանակ այս նույն ընթացքը սկսած լիներ, իմ կարծիքով մենք հիմա ավելի հեշտ այս ամենը կարող ենք կատարել։ Սրանք հարցեր են, որ առաջանում են նաեւ որպես ինքնարեֆլեքսիա, օրինակ մենք այցելեցինք Բաքվի հայոց միակ մնացած Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ հիմա գրադարան է, հա, գրքերի պահեստ է, այնտեղ կան նաև բավականին արժեքավոր հայալեզու նմուշներ գրքերի եւ այնտեղի աշխատող օրինակ Հայաստանից ադրբեջանցի կին էր, որ ծնվել էր Երևանում, շատ լավ խոսում էր հայերեն եւ ակնհայտ այդ մարդու հետ շփվելիս ես հասկացա, որ ինքը ունի նոստալգիա եւ կարոտ այն բնակավայրի նկատմամբ, որտեղ ինքը ծնվել է եւ մեծացել է եւ հետաքրքիր է ինչը հիմա ինչպես է փոխվել իր թաղամասը եւ այլն եւ այլն, ու այս մեր կոնֆլիկտի հետևանքներից մեկը նաեւ 100,000-ավոր մարդիկ են երկու կողմից էլ, որ նման կորուստներ ունեն Եվ կոնֆլիկտի հետևանքներից նաև մեկ այն է, որ մենք իրենց միշտ այդ դեհումանիզացիայի արդյունքում ընդհանրապես այս մարդկանց ճակատագիրը մեզ չի հետաքրքրել, որովհետև մենք միշտ հիշել ենք մեր նույն մարդկանց, իրենք հիշել են իրենց եւ հարցը փակվել է, բայց ես ինձ համար այս հարցը որպես մի մարդու, որ փորձում եմ հասկանալ ինչու է այսպես կատարվել եւ ինչու է մեր կոնֆլիկտը այսքան արյունալի ու այսքան անմարդկային, ես կասեի, ինձ համար խնդիր է այս մարդը ինչ որ վտանգ ինձ ներկայացրել է, հա Հենց այս մարդը, կոնկրետ մարդու ճակատագիրը, որ մենք ունենք այսպիսի հետևանքներ եւ այն հայերը, որ ապրել են Բաքվում, արդյոք նմանատիպ վտանգ ներկայացրել են իրենց համար, լինելով այդ հասարակության մաս, հա, տիրապետելով լեզվին եւ այլն եւ այլն։ Այս հետևանքները իմ կարծիքով մենք հասկանալու կարիք ունենք, որովհետեւ կոնֆլիկտը, ինչպես ես ասի, քարոզչական մի դաշտ է ստեղծել, որտեղ իր հիմնական պատճառները ու հիմնական դրսևորումները մենք մոռանում ենք եւ գնում ենք հետևանքների հետևից։ Շնորհակալություն։